Ցուցադրման հովանավորներն են։ Տիկնայք եւ պարոնայք, դիմավորեք։ Արմեն Պետրոսյան, Կարեն Բաբաջանյան, Վահագն Գրիգորյան, Ֆելիքս Խաչատրյան, Ֆելիքս, աստղերը դեռ կրկեսում են։ Ну, ժամին նայելով ավելի ճիշտ կլինի ասել աստղերը արդեն կրկեսի դիմացն են։ Լավ են աստղ։ Դրանից ձև ես խոսում քեզանից վերև մարդկանց հետ։ Զայնի։ Չէ, աստղերի։ Ну, Տեսները թարմ է։ տեսքը թարմ է շատ։ Հանգստացել եք 5-6 օր։ Այո։ Ինչ որ նորություն, պատմություն, դեպք, իրավիճակ։ Մի այդպիսի հետաքրքիր դիպված տղաներ։ Եվ Նկարահանումներ էի ես։ աշխատում ես։ Մի զարմացեք, պես էլ լինում։ Ու այդ նկարահանումների ժամանակ Վահագնի թաղամասում լողավազան չհասած աչի վրա մի պարզ կահիկին մոտեցավ, ասացեք որ այդ որ պատրաստում եք, վաճառում եք։ Այդ ժամանակ ստոպ տվեցինք նկարահանումը, կնոջ հետ առանձնացա երկու փոքրիկ առանձնազրույց ունեցա։ Եվ լավն է ժամացույցս։ Սրկիստա ֆաբրիկա վիճակում վաճառեցին։ Պարսկը հայերից շատ սահուն անցում անենք բուլղարահայերին։ Հլո։ Ինչպես տեղեկացնում է հայկական assekose.com-ը, ազգությամբ հայ Ֆիլիպ Կիրկորովը հայոց լեզվին չի տիրապետում հայրիկի մեղքով։ Ում հայրիկի։ Աստղի հայրը Բեդրոս Կիրկորովը ռուսական կայքերից մեկին հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ երիտասարդ ժամանակ հյուրախաղերով զբաղված լինելու պատճառով չի հասցրել որդուն սովորեցնել նախնիների լեզուն։ Այսինքն որ տուն ելներ, հիմա Կիրկորովը վարժ հայերեն է։ Սաուն։ Սիլվա Կապուտիկյանի ոտանավորները անգիր կասեր։ Բայց ես ոչ միայն լեզուն չի սովորեցրել, էլի ինչ որ բաներ կա, որ չի սովորեցրել։ Օրինակ։ Օրինակ չի սովորեցրել, որ Ֆիլիպը լավ տղա է։ Չի սովորեցել ինչ է նշանակում լավ տղա։ Պետք է Չի սովորեցել, որ լրագրողներին առավել եւս քո հայրենակից չի կարելի հայհոյել։ Չի սովորեցել։ Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Օրինակ այդ ո՞նց է ստացվել, որ ինքը հյուրախաղերի պատճառով չի կարացել սովորել։ Այսինքն մտքին եղել է, հա։ Այն որ եկել է Մինսկից, Համերգից, հետո պետք է գնար Օմսկ, այն չամադանները դրել է, բալես։ Ուրեմն բան հոլովները ուղական, տրական Հերա խոսով Այդ արանք չի հասցրել սովորեցնել նախնիների լեզուն, այսինքն ցանկալի կլներ սովորեցնել հայերեն, քան թե նախնիներին, որտեղ Կիրկորովի նախնիներն իմ կարծիքով ավատարներ են եղել։ Բայց մայրը բուլղարուհի է, չէ՞։ Այսինքն եթե մայրն էլ ժամանակ չունենար, ինքը չէր խոսալու։ Հաչալու։ Բայց գիտեք ինչ է, օրինակ Կիրկորովը ինչ որ մի ձև ծանոթացել է, չէ՞ Պուգաչովայի հետ։ Այդ ո՞նց է եղել։ SMS-ով ինձ թվում է։ Համարը իմացել է, գրել է լուս ո՞նց ես։ Ջանու։ Պուգաչովը Ջանու քնած է։ ով է։ Գրել է պատասխան։ Քեզնից է կախված։ Քեզնից է կախված ով կլինի։ Նամիոր։ Իմ դեմը մի կեղտոտ եք դուք Կիրկորովոտ եք էլ ախպոր ուրիշ նորություն ունեք։ Իմիջիայլոց անցած համերգից հետո, հաղորդումից հետո ցախ թողե գնացել եք։ Ես եմ էդերներից տելի ավակել։ Բայց մենք տենց էլ պայմանավորվել էինք։ Դու դրա համար մի քիչ ավելի շատ ես ստանում, քան թե մենք։ Ես պատմեմ ձեզ։ Թայվանցին ամուսնացել է Լոտոսի աստվածուհու Արձանի հետ։ Այսինքն։ Եվ իսկական հարսանիք կազմակերպել։ Պատմեմ։ Բանն այն է, որ Սիրային մի քանի հիասթափությունից հետո նա գնացել է Լոտոսի աստվածուհու տաճար եւ օգնություն հայցել։ Քանի որ տաճարում մարդ չի եղել, ուզած Արձանից է հայցել։ Այդ օրվանից աստվածուհին սկսել է Թայվանցուն այցելել երազում եւ պնդել, որ նա ամուսնանա իր հետ։ Սկզբից պնդել է, հետո ասել է արի ամուսնանանք։ Դե տենց է, հենց պնդում ես պետք է պետք է ամուսնանալ։ Պաշտոնական ամուսնական արարողությունից հետո աստվածուհու Արձանը տեղափոխվել է Թայվանցու տուն։ Իրականությունները ասեմ, ինչեր կարող էր լինել սրանից հետո։ Կարմիր տուֆից խնձոր են բերել մյուս օրը։ Մեղրամիսը քարի գործարանում են արել։ Կամ հարսը ծաղիկը հետ է շպրտում, մի 4 հոգի մեռել։
ստիպել է արձանը, որ իր այդ ամուսնան։ Պատկերացնում ես հիմա մի հատ կնոջ մասիվցի տորքանգեղը գա, երազի մեջ, դասի պիտի ամուսնանաս, այդպես։ Այն քարով, Բայց մենք նես քարով դեպք մարդը։ ունենք, բան որի արձանը այն ամուսնացավ գնա։ Բաուրա։ Բայց երազն է հետաքրքիր, երբ որ մասիվցի կինը տանը քնած է 7-րդ մասիվում, երազում տեսնում է որ տորքան գեղը դուրը ծեծում է։ Բացում է քարը չկա։ Այս տորքան գեղն էլ է, չէ, աֆերիստ։ Օրիգինալ։ Հա, քարը դրել է ձախ անկյունում տղա, ոչ վախացնի Չէ, սկզբում։ քարը դրել է ամուսնու վրա։ Հայաստանում իմ կարծիքով այս դեպքը չի կարող գրանցվել, մեր հայերը չեն կարող արձանների վրա սիրահարվել, մանավանդ որ գերակշռող մասը, եթե նայում ես մեր արձանների, հիմնականում տղաներ են։ Մի հատ աղթամար ունենք, սիմպաթիշնի, Բա ձեռները։ ձեռները էդի, ովքեր ինչև ամուսնություն նորը են էդի։ Մի անգամից անցում կատարենք Հայվանից Հնդկաստան։ Եկեք։ Հնդկաստանի 26-ամյա բնակիչ Վայիբխապ Բեդին, կներեք։ Վայիբխապ Բեդին հայց է ներկայացել ընդդեմ հանրաճանաչ կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության, որի ամենամասսայական սպառող ապրանքատեսակը դեզոդորանտներն են։ Բանն այն է, որ այս ապրանքանիշի գովազդում երաշխավորվում է հակառակ սեռի ուշադրության գրավումը, սակայն հնդիկ սպառողը բողոքում է նրանից, որ ինքն արդեն 7 տարի շարունակ օգտագործելով այս դեզոդորանտը չի արժանացել եւ ոչ մի կնոջ ուշադրության։ Այսինքն ասած ցանել է, քսել է, հելել է տնից, դեմի հարևանի կնիկը սպասել որ ասես պետքա թռնել իր գիրկը։ Այդ գովազդի Բայց ինքը մոռացել է, որ ինքը ունի մի ատամ, կորոդա, շաչախ ու ապուշ լագոդա։ Դե կարա դա գովազդում թող նշվի։ Հակացուցած օգտագործել միատամանի Բայց հականներով։ միգուցե եթե այդպես էլ չի, առաջինը որ ինքը այդ գովազդից հետո գնացել է ձեռքա բերել, փչել է դուրս է եկել հարևանի կնոջ հետ շփվելու, դե դեմքի արտահայտությունը պատկերացնում ես, չէ՞, ոնց պիտի բացել է ամուսինը հարևանի կնոջ։ Ու առաջին հիասթափությունը դեզոդորանտից տեղ ա եղել։ Իդեպ ամուսնու մոտ հարևանի, ոչ թե մարդու մոտ ով որ ցանել էր, մարդու մոտ եղել է կոնկրետ մարմնական վնասվածք։ Հետո մյուս օրը ցանել է, իջել է մի հարկ ներքև։ Ինքը ապրում է 126 հարգանի շենքում։ 7 տարի։ 7 տարի կապելով։ Կամ այդ ինչ է նշանակում, ասենք չեմ պատկերացնում որտեղ է տրամաբանությունները, գովազդը տեսնես ու ոնց տեսել է գովազդը, տենց էլ երևի ինքը պատկերացրել որ այդ ազդեցություններ պետքա ունենա։ Այսինքն նույն պատճառով, այսինքն հիմա ես, եթե Արմենիա գինին խմում եմ, այդքան բողոքեմ, ասեմ ես գինին խմա, հելա խի զորքը չասեց Արմենիա։ Ինչ է հավաքեցի դեպքը։ Կամ օրինակ դուսերները պեպսի է խմում, ինչի դեպքը մեջ ասես։ Նույնն է որ հիմա Արմենիա TV-ն ասում է դիտեք Արմենիա եթերում։ Կարող է գնում ես Արմենիա եթերում նայում ես։ Դստում Արմենիա եթերում։ Համաձայն եմ։ Այս արագ ինտերնետային կապը, քանի որ չինացիք շատ մանր են, իրանցից շատ արագ է գալի ամեն ինչ ինֆորմացիան։ Դու տես օրիգինալը գա։ Չինացիք գյուտեր են արել, գյուտարար ազգ է Չինաստանը, եթե նկատել եք, արդեն սյուրվում են։ Մի քանի տենց իմ կարծիքով շատ նեցի հիմար գյուտեր են։ Այդ խնդրում եմ ուշադրություն դեպի էկրան։ Հələ։ Ինչ կլինի սա։ Սա գիտես ինչա Ֆելիքս։ Աստերիքսը կատաղած։ Պինգ-պոնգա։ Չէ, ուրեմն բացատրեմ, սա պաղպաղակ է, դրված սարքի մեջ, ավելի պտուտակա լզ, այսպես կարելի ասել։ Ինչ ես խոսում։ Ուտելուց են որ էլ դու չես սեց անում, պահում ես բերանիդ մոտ, ինքը ֆռում է։ Կնոպկեն սխում ես, կնոպ է ֆռում։ Բրավո, ապրում է։ Պաղպաղակը պտտվում է։ Կաբապինը կա։ Իրանիրան պտտվում է։ Մյուս գյուտը այս միայնակ հայրերի համար է իմ կարծիքով, խափում է երեխուն։ Երեխան խափում է, որի Կուրտ կա տալի։ բայց սետակիր է։ Կրծքի սարքեր են, սենց հատում ես ուրեմն այն ու երեխան տալիս ես։ Երեխան քնում է, կուրծքանում դնում ես կողքը, ձեռը դնում յոլա ես հետո։ Բալա երեխան ո՞նց է ծնվել։ Այդ հատուկ սարք կա երեխան ոնց է ծնվել։ Դա մի քիչ տանգ է։ Այս չափերը չանցնես։
Ծուր չկսեն պամադան, սարքա, գծերը տալիս է Բայց դա մեր պամադային։ հայերին շատ է պետք։ Այո։ Որովհետեւ մեր հայերը մեկ իջև այստեղ։ Սրա պետք է սր դնես Որտեղ համ քսում ամերախսով խոսում է, ուսած մեկ-մեկ իրան հետ խնդրեմը շատ է լինում։ Ինձ թվում է, այստեղ ուղղակի կարող է շեղվեց, սկսես հաչալ։ Տեսեք, մնացած վատ գյուտեր չեն։ Իսկ դու հաջողություն կունենաք, այդ կարակը ես կգնեի։ Ես Կարակը, ես կգնեի պաղպաղակը պտտվող։ Ես քո համար կգնեի։ Կարան պատվիրը։ Ես գնամ գամ մի քանի վայրկյան։ Գնարի, ես էլ մեր հյուրն եմ ուզում Չեք ներկայացնել։ տխրի, Չէ։ Գնաս գաս նոր ներկայացնենք հյուրին, թե առանց ինձ եք ուզում ներկայացնել։ դե լավ, գնա մենք ներկայացնենք։ Ուշադրություն։ Beeline Highline արագ ինտերնետային կապ ավելի արագ, քան արջից փախնող որսորդը։ Goblins չիպսեր ավելի համեղ, քան որսորդից պատրաստված չիպսերը։ Զեղչերի տեղատարապ տուն կոմպլեքսում։ Տուն կոմպլեքս համալիր մոտեցում։ Արմենիա սպիտակ անապակ գինի։ Այս գինին պատրաստված է կանգուն տեսակի խաղողից, արարատյան դաշտավայրի հատուկ ընտրված այգիներից։ Ավ է մաքրող միջոցներ։ Մաքրեք ձեր շրջապատը վատ մարդկանցից։ Մեր հեռուստադիտողներին ասեմ, որ սպասվում է մեծ իրադարձություն, ուրախ իրադարձություն։ Եվ հուսով եմ, հեսա մենք մեծ ուրախությամբ ենք դիմավորելու մեր հյուրին, որովհետև կիմանաք ինչի։ Հարցեր ունենք, որ պետք է ճշտենք այդ ուրախ իրադարձության հետ կապված։ Հարցերն են բոլորը կարծում եմ։ Դիմավորեք։ Թաթա։ Ոնց են գործերը։ Լավ։ Հաղորդումը։ Շնորհակալություն։ Այլ է ստացա ջան։ Ես տեսա ձեր առաջի հաղորդումը, շատ հիմա այտենց ընդունված է բոլորին ասել գովալ, բայց ես անկեղծ եմ ասում։ Ինչ որ բան եթե դուրս չի գալիս, դա էլ եմ անկեղծ ասում, շատ դեպքեր ինձնից նեղանում են, բայց ձեզ պետք է ասեմ, որ ես տեսա առաջինը, շատ լավն էր, Աստված տա ավելի լավանա։ Դե ոնց որ թե լավանում արդեն։ Թաթան է մեր հյուրը։ Անկեղծ ասած, այդ մի հաղորդման ժամանակ մի նորություն գրացվեց, չնայած դա որ կատարվել էր այլ երկրում, հիմնականում տենց բացօթյա համերգների ժամանակ, մի հատ անշնորհք ծիտ Թաթ ջան։ Մենք մտահոգվեցինք, մանավանդ որ իմանալով, որ հենց 29-ին էր, ոնց ասած մեծ տենց իրադարձություն ունենք, էլի բացօթյա, ծիտն էլ։ Ու ես ասեմ, որ մենք լսել ենք նաև, որ ծտերն էլ են Թաթա շատ սիրում։ Ես այդպես ծիտ չեմ ճանաչում, որ այսօր համերգի Ամեկն է ստադիոնում, հա։ Համերգը Ես ստադիոնում։ հանգիստ եմ, որովհետև ցիտը որ այտենց բան անում, ասում են լավ է, չէ՞, օգուտ է, դու ճիշտ ասեցիր, ես մի քիչ պաշտպանված եմ, դու էլ ճիշտ ասեցիր։ Իմ խնդրեմն է, մի Նշան շատ բռնելը դժվար է։ Այսինքն հələ ծտի արածի խերին ենք սպասում։ Եթե Ստադիոնը լցրել ցիտլնի ենք ոչինչ, ապետերից, հələ ծիտը։ եթե ցիտլնի ոչինչ, դու ասեցիր, որ ձեր դասարանի այդ մեկը համաձայն չեմ ելնի, որովհետև դրա արածը դժվար է։ Համերգի խորագիրն է շատ հետաքրքիր է ինձ, ամենալավը դուք եք։ Ամենալավը դու ես։ Դու ես։ Այդ ինչ պաշտոնական մծրիր։